Փետրվարի 4-ին Բերդի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մտավորական Ալբերտ Պապյանի «Տավուշի բառաշխարհի բառարան» գրքի շնորհանդեսը։ Խորհրդանշական էր, որ շնորհանդեսը կայացավ հենց այն դպրոցում, որը տարիներ առաջ հիմնադրել էր Ալբերտ Պապյանը։ Մի վայր, որտեղ այսօր էլ ապրում են նրա գաղափարներն ու հիշողությունը։ Նա մարդ էր, ում սիրտը տրոփում էր հայրենասիրությամբ, ում սիրտը ճառագում էր գիտության լույսով եւ բոլոր արժեքներն ու արժանինքները կրում էր իր մեջ։ Միջոցառումը համախմբել էր Ալբերտ Պապյանի ընկերներին, հարազատներին, աշակերտներին։ Միջոցառման ընթացքում հնչեցին նրա ստեղծագործություններից հատվածներ, ընկերների ու աշակերտների հուշապատումները, ներկայացվեց գրքի ստեղծման ճանապարհը, գաղափարից մինչև իրականացում։ Դուք ձեր ճանաչողների հիշողության մեջ մնացիք ձեզ հատուկ ճշմարտությամբ։ Ուսուցիչը չի հեռանում, հատկապես այն ժամանակ, երբ սերմանած գիտելիքը բար է տալիս։ Ձեր կերպարն ապրում է ու դեռ կապրի, քանզի դեռ մեզնից յուրաքանչյուրի հիշողության մեջ կլինեք դուք։ Թող մշտաբար լինի ձեր հիշատակը, խոնարհումս ձեզ։ Ձեր շուրջը ամպ է, կայծակ, քնով չանցնեք, չքնեք, քնեցիք էլ, արթնացակ, ինձ բացակա չդնեք։ Եկեք վերջին անգամ ձեզ հայացքով գրկեն, հետո նստենք մի քիչ հեռոներն են կանչում, երկար ճամփից առաջ միշտ նմուքից ներնանում, երկար ճամփից առաջ միշտ նոր են մնում, ու սրտերն են խոսում երկար ճամփից առաջ։ Ընտանիքի ջանքերով լույս տեսավ Տավուշի բառաշխարհի բառարան բարձրարժեք աշխատությունը, որը խոսում է Տավուշի աշխարհի ասած առածվածքների եւ դարձվածքների մասին։ Այս գրքի լույս ընծայումը մեկ անգամ եւս առիթ էր, որպեսզի հիշենք պարոն Պապյանին եւ միջոցառում կազմակերպենք, ինչպես նաեւ իրականացնենք այս գրքի շնորհանդեսը։ Տավուշի բառաշխարհի բառարան գիրքը կարևոր առաքելություն է կրում, պահպանելով Տավուշի բարբառային բառերը, առատ ասացվածքները, դարձվածքներն ու թևավոր խոսքերը, փոխանցելով դրանք գալիք սերունդներին։